Բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, բոլորս էլ գիտենք այսօր աշխարհի վերջն է, աշխարհի վերջը հենց իմ կողքին է, Սերգեյ Դանելյանը, էլ ինչ աշխարհի վերջ բացի Սերգեյից։ Բարև ինչպես տեսնում եք, չեղավ այդ անտերը, մենք էլ այնքան հույս ունենք, որ ժողովուրդը հույսով էսպես լցված, որ վերջապես վերջը կգա եւ ընտրությունները չի տեսնի։ Վայ, Սերգեյ։ Դու իսկապես հույս ուներ, որ աշխարհի վերջն է գալու։ Եվ ոնց էիր պատկերացնում, սենց մթություն, ոչինչ չկա։ Չէ, ես պատկերացնում եմ, որ ասենք այն վերջի օրն ասում, այ վաղը աշխարհի վերջն է։ Ինչ կանես։ Ու բոլորը դուրս գային փողոց առանց անձրևանոց։ Այո, սկսեին ասենք անել ամեն ինչ որ իրենց թույլ չեն տվել անել։ Մինչև այդ օրը, բայց պարզվեց որ աշխարհի վերջը ոչ ոք բայց դրանք մարդ են, ամեն օր ասենք մի բան խափում են ժողովրդին, էդ էլ վերջը։ Շատ մարդիկ կային պարտքեր էին արել, մտածում էին աշխարհի վերջը կլինի, էլ չեն տա, բայց այսօր տխրեցին։ Մի հուսահատվեք, մի օր կգա աշխարհի վերջը, սակայն այսօր չէր։ Դեռևս չի մնալու, մի օր գալու է էլի հո։ Դեռ մենք տաղավարում ենք։ Իսկ Պլատոնը կարծում էր, որ կյանքում սիրուց, առողջությունից, հարստությունից ավելի կարևոր է հաջողությունը, քանի որ հաջողակ մարդը հաջողակ է ամեն ինչում, թե սիրո, թե առողջության եւ թե հարստության մեջ։ Բայց այդ Պլատոնը փիլիսոփա է եղել, հա, զգում եմ որ շատ խելոք մարդ է։ Բա տեսնում ես, այնպես որ հանրահայտ Forbes ամսագիրը հրապարակել է տարվա ամենահաջողակ եւ հանրահայտ մարդկանց ցուցակը, ում 30-ը դեռ չի բոլորել, այսինքն ում վերջը դեռ չի եկել։ Վերջը չի, փաստորեն վերջը արդեն վաղուց եկել է իրեն, բայց ես դեռ պայքարում եմ։ Դու պայքարիր։ Միշտ դու կպայքարես, ես նշեմ, որ առաջին հորիզոնականում 24-ամյա բրիտանացի երգչուհի Ադելն է, ով 21 ալբոմի համար այս տարի ստացավ Grammy 6 արձանիկ։ Այո, ասեմ, Ադելը արդեն առիթ եղել է ասել, որ ամենաասեքսուալ, այսինքն ոչ սեքսուալ այսպես երգչուհին է շոու բիզնեսի, շատ են նման Լյուդմիլա Զիկինային, բայց իր կերպարով կարողացել է համոզել մարդուն, որ երգելու ընթացքում անպայման չի մարդ, ասենք, իր բարեմազությունները ցույց տա, նոր համարվի լավ երգչուհի։ Այո, ճիշտ է Սերգեյ ջան, դու էլ մեզ մոտես առաջինը, այդ չմտածես, որպես ասեքսուալ երևույթ։ Ոչ, որպես ամենալավ, ես չգիտեմ ինչ ձևով քեզ ներկայացնեմ։ Լավ, դու մտածի, ամեն դեպքում խախտելով ավանդույթը այս անգամ ոչ թե եղանակի տեսություն, դիտենք այլ Խաչմերուկին միանանք նոր եղանակին։ Այսօր ինչ-որ sense խառոր է։ Լավ, դե ո ինչպես կարելի է քո ուզածը չանել։ Այսօր չես զգում, նոր խառոր է։ Խնդրում եմ մի ասեք Խաչմերուկին տեսնել։ Տիրինա, բարի առավոտ, իմ սիրելի գործընկերներ, շատ լավ, բարի առավոտ բոլորին, ովքեր իրենց վերջին առավոտը, աշխարհի վերջի առավոտը սկսում են Շանթին կերակցությամբ։ Իսկ ես ձեզ հարգելի հեռուստադիտողներ տեղեկացնեմ, որ այսօր մեր քաղաքում ու փողոցներում ու խաչմերուկներում երթևեկությունը բավական ակտիվացել է, մենք այս պահին գտնվում ենք Խանջյան փողոցում, որտեղ մեքենաների կուտակում է ձևավորվել, այդ կուտակումը հասնում է մինչև Ագաթան Գեղոս Տիգրան մեջ Խաչմերուկ եւ շարունակվում հասնելով դեպի Գրիգոր Լուսավորիչ Արշակունյաց Պողոտա Խաչմերուկ, սակայն հարգելի հեռուստադիտողներ, այստեղ մեքենաների հոսքը ակտիվ շարունակվում է, այդ իսկ պատճառով կուտակումը գնալով ավելի է խտանում։ Մինչդեռ այն կարող եք շրջանցել Բուզանդի, Արամի, Նալբանդյան փողոցներով, Վազգեն Սարգսյան փողոցով։ Տեղեկացնեմ նաև, որ բավական դժվար երթևեկելի էր Հերացի Պողոտան, Սարալանջի ճանապարհը եւ Ալեք Մանուկյան փողոցը։ Իսկ Գարեգին Նժդե փողոցի ողջ երկայնքով կրկին ձևավորվել էր մեքենաների կուտակում, նույն պատկերն էր նաև Արգիշտի փողոցում։ Շրջայցի ընթացքում կուտակումների, ճիշտ է ոչ մեծ չափերի, բայց խտացող կուտակումների հանդիպեցինք Համալիրի հարակից տարածքում եւ Իսակովի Պողոտայում, որտեղ մեքենաները տեղաշարժվում էին բավական հաճախակի կանգառներով, նույն պատկերն է նաև Ծիծեռնակաբերդի խճուղում։ Այս ժամի համար այսքանը, թող ձեր բարձր տրամադրությունն անկախ լինի ցանկացած լուրից։ Անահիտ Սերգեյ, շատ ապրես։ Իրինա ջան, շնորհակալություն։ Զգուշ եղի այսօր։ Զգուշ եղի, այո, չմրսես, բալի ջան անգարց, ոտները տակակի։ Շնորհակալ եմ Սերգեյ ջան։ Հա, ասեմ, որ ինչպես տեսնում եք, մայրաքաղաքի բոլոր կարևոր խաչմերուկներում այլանդակություն է կատարվում, խցանումներ եւ այլն, դրա համար հանգիստ նստեք տանը եւ սպասեք աշխարհի վերջին մեծ դեպքերին։ Իսկ բայց պետք է չլիներ խցանումներ, մարդիկ վախից պետք է տնից դուրս չգային, բայց փաստորեն Անահիտ ջան, բիզնեսը գիտես ինչ բան է, մա, բիզնեսը գիտես ինչ բան է։ Բոլորն շտապում են։
Լավ, շարունակենք եւ այսպիսի մի լուր ասեմ, գեղեցկության մասին, հա, հայտնի է դարձել Miss Desert 2012-ի անունը, Լաս Վեգասում ընթացած Miss Desert 2012 գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Miss ԱՄՆ տիտղոսակիր Օլիվիա Կալպոն։ Կալպոն այս մրցույթում հաղթած առաջին ամերիկուհին է, սկսած 1997 թվականից։ Իդեպ Miss Desert մրցույթին ամբողջությամբ եւ բացառիկ կարգով կարող եք դիտել Շանթի Ամանորի եթերում դեկտեմբերի 31-ին, բայց մի թողեք աշխարհի ամենագեղեցիկ կանանց ամենաշքեղ ցուցադրությունը։ Մրցույթին տարբեր երկրներից ընդհանուր առմամբ մասնակցել է 89 աղջիկ։ Եվ հիշեցնենք, որ կանոնների համաձայն նրանք բոլորն էլ մինչև 27 տարեկան են եւ չունեն երեխա։ Հաղթողն էլ 20 տարեկան էր։ Գիտես։ Էրնեք նրան տանողին, այսպես ասած, այո։ Բայց ոչինչ, մենք էլ ոչինչ։ Անայ ջան, դե տիեզերքի մսերից կամած անցնենք եղանակի տեսությանը եւ տեսնենք թե ինչ է գալու այսօր մեր գլխին, մեր գործընկերների շնորհիվ։ Դիտենք եղանակի տեսություն։ Բարև ձեզ, առաջիկա օրվա եղանակային պայմանների կանխատեսմամբ ձեզ հետ աշխատում է Զարա Վարդանյանը։ Հիդրոմեծարայությունը տեղեկացնում է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնը կգործի նաև այսօրվա ընթացքում։ Ցիկլոնի անպամացության գոտին դուք տեսնում եք արբանյակային լուսանկարի վրա, որը բավականին խիտ է եւ հզոր։ Պայմանավորված այս հանգամանքով շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում ձյան, իսկ հովտային շրջաններում թաց ձյան ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է բուք ճանապարհներին մերկասառույց, մառախուղ եւ տեսանելիության անկում։ Ջերմաստիճանի քարտեզները ցույց են տալիս, որ հարավային տաքոթային հոսանքների ներհոս կշարունակվում է։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-ից 2 աստիճանով։ Այժմ տեսնենք, թե ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետության մարզերում։ Տավուշի մարզում սպասվում են տեղումներ։ Իջևանում գիշերը սպասվում է 0, ցերեկը կլինի +4, Դիլիջանում գիշերը սպասվում է -1, ցերեկը +2 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է քամուշ գնացում մինչև 15 մետր վարկյանում։ Վանաձոր քաղաքում գիշերը կգրանցվի 0, ցերեկը կլինի +3, Տաշիրում գիշերը սպասվում է -4, ցերեկը 0 աստիճան։ Շիրակի մարզում սպասվում է քամուշ գնացում մինչև 15 մետր վարկյանում, ձյուն եւ բուք։ Գյումրիում գիշերը սպասվում է -4, ցերեկը կլինի 0, Աշոտսկում գիշերը սպասվում է -5, ցերեկը -1 աստիճան ցուրտ։ Արագածոտնի մարզում լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն, Աշտարակ քաղաքում գիշերը սպասվում է 0, ցերեկը կլինի +3, Ապարանում գիշերը կգրանցվի -3, ցերեկը 0 աստիճան ցուրտ։ Ապարանի հատվածում հնարավոր է նաև բուք։ Գեղարքունիքի մարզում նույնպես ժամանակ առ ժամանակ կդիտվի ձյուն, բուք ճանապարհներին մերկասառույց։ Տեղումները ինտենսիվ կլինեն հատկապես Սևանի հատվածում։ Սևանում գիշերը սպասվում է -2, ցերեկը կլինի 0, Գավառում գիշերը սպասվում է -3, ցերեկը 0 եւ Մարտունիում գիշերը սպասվում է -2, ցերեկը 0 աստիճան։ Կոտայքի մարզում ձյունը առատ կլինի Հրազդան Ֆանտան հատվածում։ Հրազդան քաղաքում գիշերը սպասվում է -2, ցերեկը կգրանցվի 0, Աբովյանում գիշերը սպասվում է 0, ցերեկը +2 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, թաց ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Արմավիրի մարզում օդի ջերմաստիճանը գիշերը սպասվում է 0-ից +1, ցերեկը +3-ից +4 աստիճան տաքություն։ Արարատի մարզում գիշերը սպասվում է 0-ից +1, ցերեկը +3-ից +4 աստիճան տաքություն։ Վայոց-Ձորի մարզի լեռնային գոտիներում սպասվում է առատ ձյուն, բուք տեսանելիության փոքրացում։ Եղեգնաձոր քաղաքում գիշերը սպասվում է +1, ցերեկը կլինի +4, Ջերմուկում գիշերը սպասվում է -3, ցերեկը 0 աստիճան։ Ցիկլոնի ազդեցությունը ակտիվ կլինի նաև Սյունիքում, սակայն այստեղ օդի ջերմաստիճանը զգալի բարձրանալու է եւ տեղումները հիմնականում կդիտվեն անձրևի եւ ձնախառն անձրևի տեսքով։ Մեղրիում գիշերը սպասվում է +5, ցերեկը կլինի +8, Կապանում գիշերը սպասվում է +1, ցերեկը կլինի +5, Սիսիանում գիշերը սպասվում է -1, ցերեկը +1 եւ Գորիսում գիշերը սպասվում է 0, ցերեկը +4 աստիճան տաքություն։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է +1, ցերեկը +4 աստիճան տաքություն։ Սպասվում է նաև անձրև։ Անդրադառնանք մայրաքաղաքին։
Դեկտեմբերի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 22-ին անպամատությունը կպահպանվի, առանձին հատվածներում սպասվում է թույլ տեղումներ, 23-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-ին և 22-ին գիշերը սպասվում է +1, ցերեկը +3 աստիճան տաքություն, իսկ դեկտեմբերի 23-ին գիշերը սպասվում է -3, ցերեկը +2 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը, իսկ ձեր սրտերում և բնակարաններում թող միշտ արև շողա, անկախ ձմռան ցրտից և մռայլ եղանակից։ Այժմ եթերը կշարունակեն առավոտը շանթում ծրագրի իմ գործընկերները։ Շնորհակալություն Զարա ջան։ Շատ շնորհակալություն։ Տեսար ոչ մի բան աշխարհի վերջից չասեց, հանգիստ հանդարտ եղանակի տեսություն մատուցեց։ Չգիտեմ, ես էլ կարծում եի, վերջապես հույս ունեի, այո, այնքան բան եմ արել երեք, ասում էի ջայնամ գոնե աշխարհի վերջ գլուխ չեն իմանա։ Կարծում եմ մեր հաղորդման ավարտը այդպես էլ չի գա, քանի որ դեռ Զարան է եղանակի տեսությունը, ասում վերջ չի ունենա։ Այդ ջերմությունը, այդ արևը որն է տալիս, դժվար թե ինչ-որ։ Ես հաստատ քո աչքերից զգում եմ, որ դու հետարքիր բամբասանքներս քաղա ինտերնետից Իհարկե, ես քաղել եմ եւ հիմա կներկայացնեմ հեռուստադիտողին։ Գրքերը չեն հանդարտվում ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի շուրջ, ով օրեր առաջ հրաժարվել էր ֆրանսիական քաղաքացիությունից, իսկ ինչու Դեպարդյեն հայտարարել է, որ Բելգիայից բացի կցանկանար ապրել նաեւ Ռուսաստանում կամ Չեռնոգորիայում։ Ավելի վաղ բելգիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ դերասանն արդեն տուն է գնել Բելգիայում։ Նեշեն կոչվող վայրում, որտեղ բնակություն են հաստատել ֆրանսիացի բազմաթիվ միլիոնատերեր։ Դերասանը նշել է, որ կա առնվազն 3 երկիր, որոնք ցանկանում են ընդունել իրեն. Բելգիան, որտեղ Դեպարդյեն արդեն տուն է գնել, Մոնտենեգրոն, որտեղ դերասանը բազմաթիվ ընկերներ եւ սեփական բիզնես ունի, եւ Ռուսաստանը, որի նախագահը ըստ Դեպարդյեի պնդման իրեն արդեն անձնագիր է ուղարկել։ Պուտինն ասել է՝ «Արի մեզ մոտ անձնագիրը պատրաստ է»։ Որովհետեւ Դեպարդյեին Ֆրանսիայում շատ այսպես հարկերը շատ են, կոպիտ ասած, այո, եւ նրանք ովքեր որ մոտարապես 1 միլիոն փող են աշխատում ամսական, 75%-ը պետք է տան պետությանը։ Դրա համար էլ ուզում եմ հարկերից խուսափի, ասում եմ, թող Հայաստան գա, այնքան լավ կապրի, ես գիտեմ, հարկային միանգամից դնի վզի, որ միանգամից փախնի ստեից ոտով գնա։ Միանգամից կասի ինչ լավներ իմ Ֆրանսիան ու կվերադառնա Ֆրանսիա։ Իսկ ինչ է կատարվել ամերիկացի երգչուհի Ռիհանայի հետ, նոր շքեղ առանձնատուն է նա գնել իր համար, որի համար երգչուհին վճարել է $12 միլիոն։ Առանձնատանը կա 7 ննջասենյակ եւ 9 լոգասենյակ։ Դրանից բացի նոր տունը ունի մեծ խոհանոց ու ընդարձակ ճաշանի սենյակ։ Կարծես են հաղորդման վարող եմ, որ սան հանգույցը կապված է, ավելացնենք, որ ողջ առանձնատունը զինված է խելացի տուն համակարգով։ Բայց 9 լոգասենյակ, ինչ է անում։ Մեկը լվացվում է, լողանում է, այո, սարսափելի է, ասենք ամեն տեղ լողանում է։ Խելացի տունը նա է, գիտեք որ երբ որ ասենք արև է լինում, կոնդիցիոները ինքը իր միանում է եւ երբ որ ցուրտ է լինում ջերուսման համակարգն է ինքը իր միանում, մի խոսքով մարդը ոչ մի անելու բան չունի։ Տեսակ ծափահարում է եւ լույսը անջատվում։ Այո, տեսակ Ռիհանան ինչ ծախսեր է արել, այո։ Մաղթենք մեր բոլոր շոու բիզնեսի ներկայացուցիչներին 9 լոգասենյակով տներ, իսկ մենք մինչ այդ ուղակի վայել ենք երաժշտություն։ Չի, յանի տենց սոված էին, հա, հիմա էլ 9 լոգասենյակներ, հա, պակաս, հա, դրանց։ Դե ասացի չտարբերվեն Ռիհանայից։ Չտարբերվեն Ռիհանայից։ Իսկ մենք կարող ենք երաժշտությունը վայելել նրանց եւ ոչ թե տները տեսնել, հետաքրքրվել։ Այ, ես զգում եմ դու Armenia Science-ին ես ուզում պաստասել։ Այո, գեղեցիկ կերպով ուզում եմ ասել, որ Melodica Edge-ն է մեր եթերում եւ Armenia Science-ը կրկին մեզ մի լավ երաժշտություն պետք է ներկայացնի, գիտեք։ Այո, ելի հերոսադիտող եւ եթե այդ ընթացքում ինձ թեյ չբերեն, որովհետեւ թեյնիկը պրծավեց, արդեն կռիվ կանեմ։ Ինչքան ես խմում, աշխարհի վերջը չկա։ Արդեն թեյ չկա, այդ ատերը որ լստելուց է կարա։ Ողջույն նախատոնական տրամադրությամբ ապրող հեռուստադիտողներ։ Այսօր կխոսենք ամերիկյան R&B երգչուհի Alicia Keys-ի եւ նրա առաջին, ինչ-որ չափով ամենահայտնի երգի մասին՝ Falling։ Դա երգչուհու դեբյուտային սինգլն էր նրա առաջին ալբոմից՝ Songs in A Minor։ Ստեղծագործությունը լույս է տեսել 2001 թվականին։ Երգը համաշխարհային հաջողություն գրանցեց, գրավելով առաջին հորիզոնականը ամերիկյան Billboard Hot 100-ում եւ հայտնվելով լավագույն հնգյակում տարբեր երկրների չարթերում։ Այն դարձավ 2001-ի ամենաշատ վաճառված սինգլներից մեկը աշխարհում։ Rolling Stone ամսագրի 2000-ականների 100 ամենաերգերի ցուցակում Falling-ը 62-րդն է։
Երգը գրել է ինքը Ալիշա Քիզը։ Երբ նրան հարցրել են ստեղծագործության մասին, Քիզը նշել է. Ես ցանկանում էի գրել երգ 10-ից 12 տարեկան երեխայի համար։ Պատանի Մայքլ Ջեքսոնի նման, որ չնայած իր տարիքին կարողանում է խորը երգեր կատարել։ Երգը հարաբերությունների մասին է, երբ խելագարի պես սիրահարված ես մեկին, իսկ հետո նրան տանել չես կարողանում։ Երգը հենց այդ հակասությունների մասին է, նշում է Ալիշան։ Falling-ն այնպիսի դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների կողմից, որ նոմինանցվեց 4 Grammy մրցանակի՝ տարվա երգ, տարվա ձայնագրություն, լավագույն կանացի R&B վոկալ կատարում եւ լավագույն R&B երգ։ Արդյունքում երգը ստացավ բոլոր մրցանակները, բացի տարվա ձայնագրությունից։ Անդրադառնալով երգի բառերին, նախ եւ առաջ պետք է նշեմ, որ անգլերենում սիրահարվել falling in love, բառացիորեն եթե թարգմանեն կստացվի սիրո մեջ ընկնել։ Երգը սիրահարվելու եւ սիրուց հրաժարվելու մասին է։ Երբեմն սիրում եմ քեզ, երբեմն դու ինձ տխրեցնում ես, երբեմն երջանիկ եմ, երբեմն էլ ինձ օգտագործված եմ զգում։ Սերը քո հանդեպ ինձ հակասությունների մեջ է գցում։ Չեմ հասկանում, ինչպես կարող է այդքան հաճելի լինել եւ այդքան ցավոտ միաժամանակ։ Դե ինչ, այդպիսին է սերը, մարդիկ իդեալական չեն լինում, իդեալական չեն նաեւ հարաբերությունները։ Սիրահարվեք, սիրեք եւ սիրված եղեք։ Ալիշա Քիզ, Falling։ Հոյակապ կատարում ենք դիտեցինք, կարծում եմ թե երգչուհիներ հիասքանչ, թե երգներ։ Ինձ էլ շատ դուր եկա, շատ դուրս եկա։ Ամեն դեպքում տրամադրությունը բարձրացրեց մեր, չէ՞ Սերգեյ։ Տրամադրությունը առանձնապես չերեի չէ, այո։ Դե ես չեմ կասկածում, որ դու երբևէ ունես ինչ-որ վատ տրամադրություն։ Դա իհարկե մի քիչ մտահոգիչ է, բայց դե այդպես է, ինչ ասեմ։ Քանի որ հաղորդման սկզբում մենք խոսում էինք աշխարհի վերջից եւ այսօր ընդհանրապես մեր թեման անդադար այդ թեմայի շուրջ է լինելու։ Ես ուզում եմ իմանալ քո կարծիքը սնահավատության մասին։ Դու սնահավատ ես կամ եղել ես կամ ինչին ես հավատում, ինչին ոչ։ Ես սնահավատ չեմ, իհարկե, բայց շատ եմ սիրել սնահավատ մարդկանց։ Իրանց հետ շատ հետաքրքիր է։ Աղը թափում են Խաչինանում, գտալը կամ չգիտեմ, պատարակը ընկնում է, միանգամից վազում են դուռը բացողի մարդ գա։ Ես հիշում եմ տատիկս ասում էր բարձի տակ մկրատ կամ դանակ դիր, եթե վատ երաս տեսնես, որ կտրի։ Ես չի հասկանում, ինչը պետքա կտրեր ու ոնց, բայց այն որ տատիկս է, էլի ասում է, անենք ամեն դեպքում։ Երևի տատիկդ Ֆրեդ էր կարծած է։ Երևի, հետո ասում էր բանը, աճաճքս խաղում է, կրիվալնելու թե ձախ աճքս։ Ձախ ձեռս մեռավ քորգալ, բայց առանձնապես այո, տենց գյոլ չի տվել, ինչպես ասում են։ Սև կատուները անցնում, գնում են, գալիս են ձախորդորերի պես։ Գիտես չէ՞ որ սնահավատներ կան ոչ միայն սովորական մեր մահկանացուների մեջ, այլ նաև հայտնի մարդկանց միջև։ Օրինակ Դիկենսը ուղարկել էր իր գիրքն արդյունաբերող Ուիլյամ Բրուքսին, երբ վերջինս նրան դանակ պատարակախներ էր նվիրել։ Պարզվում է, որ սնահավատության համաձայն, եթե դանակ են նվիրում, ապա նվերը տվողի ու ստացողի հարաբերությունները կարող են վատանալ։ Ես անգամ ճանաչում եմ մի շատ բարձր հոգևոր պաշտոնյա, որի մեքենայի համարը 777, հա, երևի, որ Աստվածին մի քիչ մոտ լինի, էլի։ Աստծուն։ Չէ, Աստվածին, Աստծուն չէ։ Հա, լավ, մենք տեսանիք ենք պատրաստել սնահավատության վերաբերյալ մեր գործընկերները, այնպես որ դիտենք հենց այս պահին սնահավատություն։ Այս բակում բնակվող սև կատուն ամեն օր առավոտյան լեղապատառ է լինում։ Գնում է իր հանապազորյա մուկը որոնելու։ Ճանապարհին մեկը քարով է սպառնում, մյուսը խաչով, մի տատիկ էլ կա ձայնը գլուխն է գցում եւ անիծում խեղճերին։ Սնահավատության արմատները գալիս են դարերի խորքից։ Գիտեք, ճանապարհ ընկնելուց առաջ ինչու են մարդիկ միշտ նստել։ Նրանք հավատացել են, որ տանը բնակվող հոգիներին դուր չի գալիս, երբ իրենք հեռանում են տանից։ Ինչու են մարդիկ մինչ այսօր խուսափում միմյանց ժամացույց եւ թաշկինակ նվիրել, որովհետև նախկինում թաշկինակ կամ ժամացույց ուղարկելով մարդկանց թաղման են հրավիրել։ Ինչուների պատասխաններն այսօր մեզ արդեն չեն մտահոգում։ Կարևորն այն է, որ ձախ ոտքից չարթնանաս, աղ չթափես, գիշերը աղբ չթափես, իսկ առավոտյան մինչ ձախորդ դեմքով հարևանի արթնանալը տնից դուրս փախչես։ Քայլին եթե կոտրվում է, ասում է, սա չարի գուշակում է։ Բայց դրա կողքը մենք ադատ ունենք, որ երբ որ տանը մարդ է մահանում, անպայման թե հայելիները, թե որևէ անդրադարձող ապակիները անպայման փակում են սավանով։ Ուրեմն հայելին ինչ-որ ունակություն ունի պահպանելու իրացիոնալ, այսինքն ոչ նյութական երևույթներ, եկեք հետազոտենք, պարզենք այդպես չէ,
Եվ հետո դա անվանենք սնապաշտություն։ Որ ավելի նախընտրելի անհավատ լինելը, քան թե սնահավատ, որովհետև սնահավատ լինելով հանդերձ այնուամենայնիվ մարդիկ իրենց համարում են հավատացյալ։ Բառը բացահայտում է սնահավատություն։ Սին ինչը նշանակում է դատարկություն, դատարկ բանին հավատալ։ Ինչպես կարելի է հավատալ դատարկ բանին, բան, որը որ գոյություն չունի։ Եթե սնահավատ ես, չես կարող հույս ունել Աստծո նկատմամբ։ Հարց է ծագում, եթե իրոք բոլոր նախանշանները սուտ են եւ դրանք ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ, այդ դեպքում ինչի՞ց է, որ ասենք օրինակ ամեն անգամ գթալի կամ պատարագաղի ընկնելուն պես մարդ է գալիս։ Հոգեբանները վստահեցնում են, ինքնաներշնչում է։ Դա կպչուն միտք է, որը դառնում է առարկայական երևույթ։ Ես միշտ ունեմ օրինակ, որ մարդ վատ երազ է տեսել, այ երազս կկատարվի, այնքան է տարվում դրանով, հենվում է պատին ու սկսում դողալ։ Արդյունքում ժամացույցն ընկում է գլխին, վատ երազս կատարվեց։ Եթե մենք կարողանանք այդ պահը միայն հաղթահարել ու մեր ենթագիտակցական մակարդակի դարակը փակել բացասական, հավատացեք, որ ամբողջ օրը ավելի դրական կլինի։ Էմիլ Զոլան ասում էր, սնահավատությունը հավասարազոր է վախկոտությանը, այն հիմարացնում է մարդուն։ Սնահավատությունը հանդուրժելու դեպքում մենք միջնադարի խավարը տեղափոխում ենք ժամանակակից աշխարհ, այնպես որ մենք ինքներս ենք որոշում հաղթահարել մեր вахերը, թե ոչ։ Говорят, не повезет, если черный кот дорогу перейдет, а пока наоборот, только черному коту и не везет. Տեսա։ Սև կատու փաստորեն։ Ես նույնիսկ հիշում եմ ուսանողական տարիներին մենք ունեինք կուրսեցիներ, ովքեր նույն գրիչն էին օգտագործում յուրաքանչյուր քննության։ Իրենց թվում էր, թե այդ գրիչն է բերելու։ Ավելի լավ սովորեք դասերը։ Եվ ոչ մի գրիչ։ Դերասանների չէ, այսպես շրջանում սնահավատության տարբեր հիմարություններ, երբ որ դերի, ասենք, տեքստը ընկնում է, սցենար ընկնում է, պետք է վրան նստես։ Մենք թատրոնում մի հատ դերասանուհի ունենք, որ մոտորապես մի 200 կիլո էր։ Հատուկ նրանց ենք անում, որ ձեռից այդ տեքստը ընկնի շատ ուրախալի, այսպես կողքից տեսան նստում էր, հետո ամբողջ տրուպայով բարդացնում ենք իրան, էլի վատ չէր։ Ուրեմն ասեմ, որ ռուսական աստղերի մեջ նույնպես կան սնահավատներ, ինչ է կատարվել վերջին 10 օրերին, ուրեմն Սերգեյ Զվերևը օրինակ, իր տանը, գիտես նրան հայտնի ռուս դերասան երգիչն է, իր տանը մի տեղ է առանձնացնել, որը կփոխարինի բունկերին, այնտեղ հնարավոր կլինի պատասպարվել, նա պահածոյացված միս է դրել այնտեղ եւ ջուր է հավաքել, այնպես որ ինչպես տեսնում եք, ոճաբանը նույնպես անհանգստանում է, որ աշխարհի վերջն է գալու։ Ես ակամա հիշեցի ապարանցու անեկդոտներից մեկը, որ ասում ապարանցին իմանում որ աշխարհի վերջն է, տները ծախում էր Ռուսաստան։ Մոտարապես ասենք Ռուսաստան անունը։ Իսկ վերջին 10 օրերին Իտալիայի կաթոլիկ եկեղեցիներում հավատացյալների աներևակայելի հոսք էր։ Մարդիկ ցանկանում էին մինչև աշխարհի վերջը հասցնել խոստովանել իրենց մեղքերը։ Այստեղից հետևություն ենք անում, թե ով է ստեղծել աշխարհի վերջի միֆը։ Դա բիզնեսմեններն են եւ հոգեվորականներ, այո։ Բիզնեսմենները նրա համար, որպեսզի իրենց պայթած եւ չվաճառվող ապրանքը հայերեն ասած տուլիտ անեն ժողովրդի վրա, իսկ հոգեվորականները նրա համար, որպեսզի իրենց ավելի շատ այո, այդ ինդուլգենցիան ծախեն, հա։ Սերգեյ, բայց ինչ որտեղ լավ է, եթե մարդիկ ուզում են ապաշխարել իրենց մեղքերը խոստովանել։ Ոչ մի լավ բան չկա դրա մեջ, անալի ջանավերով մեղք չգործեն, անցնենք առաջ։ Բայց տեղի քահանաների խոսքով խոստովանել ցանկացողների նման քանակություն երբեք չէր եղել։ Ինչքան փող աշխատեցին քահանաները, պահ, դե լավ, անհատական կարծիքն է, խնդրում բոլորի միասին։ 7 համարներով, այո։ Օրինակ, մեծ քաղաքներում, Միլանում եկեղեցի մտնելու համար մարդիկ ստիպված էին հերթ կանգնել։ Իդեպ իտալացի գիտնականների խոսքով աշխարհի վերջը հետաձգվում է։ Փարկացո։ Ջելերս, ինչպես ասում էր Վարդանու շտատս, ինչ անես ինքդ քեզ կանես, հա։ Այսպես։ Սերգեյ, իսկ մեզ մոտ երբեք չի հետաձգվում ինչը եւ միշտ նույն պահին է։ Մեր անկարանց գովաստ։ Շարունակում ենք, Հիմա ես եմ թե դու ասա։ Հիմա ես եմ թե դու, լավ, ցելակցել էինք արդեն, որ ասենք ես սկզբից խոսեմ։ Դե խոսիր։ Համենայն դեպս, լավ, Անահիտին պետք չի, ասենք, նեղացնել, դու խոսա, Անահիտ ջան։ Շարունակում ենք մեր աշխարհի վերջի թեման, ինչպես նշվում է, եւ մեր գործընկերները հատուկ տեսանյութ են պատրաստել, որի վերնագիրն է աշխարհի վերջը։ Տեսնենք թե ինչ է այնտեղ կատարվում։ Այնուհետև կզրուցենք մեր շատ հետաքրքիր հյուրի հետ։ Այո։
Աշխարհի վերջի մասին զանազան ու զարմանազան պատմություններ կարդալով հիշեցի տատիկիս խոսքերը. մեկ հիմար քարը նետում է փոսը, 10 իմաստուն չեն կարողանում հանել։ Աշխարհի վերջի մասին կանխատեսումներ արել են դեռևս մեր թվարկության 33 թվականից, սակայն մինչ օրս դեռ ոչ մի կանխատեսում իրականություն չի դարձել։ 33, 666, 900, 999, 1000, 1900, 2000, 2001, 2004, 2008, 2012։ Այս թվականներին տարբեր հասարակություններում աշխարհի վերջ են կանխատեսել։ Իսկ այդ վերջի մասին վերջին 12 տարիների ընթացքում կանխատեսել են 5 անգամ, ինչն էլ արդեն վկայում է դրանց անլրջության մասին։ Աշխարհի վերջը դա իրադարձություն չի։ Դա գործընթաց է, որ միլիոնավոր տարիներ պիտի տևի եւ տենց մի օրում երբեք ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում հնարավոր չի։ Մոլորակների շքերթ նույնպես չի սպասվում, ցավոք սրտի, որովհետև դա շատ գեղեցիկ տեսարան է, միշտ աստղագուշակները փորձում են դա չարաշահել, բայց դրա հետ կապված ոչ մի մարդկության վրա ոչ մի ազդեցություն չկա։ Մայաների տոմարը սկզբունքորեն տարբերվում է մեր տոմարից, այն ամենից, ինչ որ մենք գիտենք տոմարի մասին։ Սկսած հաշվի համակարգից։ Մենք հաշվում ենք մատներով, մերը 10-որդական համակարգ է։ Ժամանակը մենք հաշվում ենք 60-որդական համակարգերով։ Իրենք հաշվարկել են ամեն ինչ 20-ական համակարգերով։ Եվ իրենց տոմարն էլ դրված է եղել այդ 20-ական համակարգերի վրա։ Աշխարհի վերջի մասին արդեն տարբեր գովազդային պաստառներ են հայտնվել Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կիրովում, Օմսկում, Կրասնոյարսկում։ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը ազգային հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել եւ համակարգացիներին նախազգուշացրել, որ պատրաստվեն։ Ուկրաինայում համացանցով վաճառում են դրախտի եւ դժոխքի տուրեր դեկտեմբերի 21-ի համար։ Դրանք կարելի է գնել նույնիսկ զեղչով, ընդ որում դժոխքում աշխարհի վերջը դիմավորելն ավելի թանկ է։ Իսկ հայերս այդ ամենի վրա միայն ծիծաղում ենք։ Հայերը շատ պրագմատիկ են, առանձնապես տագնապ չեմ նկատել ոչ մի դեպքում, ոչ մեկի մոտ։ Վաղը աշխարհի վերջն է հավատում։ Անպայման վաղը մենք քննության ենք։ Не верю, нет, это глупости։ Իհարկե ոչ։ Վաղը աշխարհի սկիզբն է։ Չէ, իհարկե։ Խոսում ենք այդ մասին, բայց չենք հավատում։ Շուրջ բոլորը այնքան գեղեցիկ, առանձնապես աշխարհի վերջի մասին մտածելու հարկ չկա։ Բայց նման եմ այն մարդուն, որ հավատամ այդպես բաների։ Չեմ հավատում, 100%։ 100%-ն չեմ հավատում։ Լսեցիք, աշխարհի վերջը հետաձգվում է անորոշ ժամանակով, այնպես որ շտապեք ամանորյա գնումներ կատարել եւ զարդարել տոնածառը։ Նոր տարուն մնացել է 10 օր։ Գիտեք, սիրելի հեռուստադիտող, կան հատկություններ, որ ես հայերիս մեջ, որ ես ուղղակի պաշտում եմ։ Դա պրագմատիզմն է եւ այսպես շատ խելոք մոտեցումը կյանքին։ Ինչ աշխարհի վերջ, այ քեզ բան, ասենք, յուրաքանչյուրը որ հարցնես, նա քեզ դա կպատասխանի եւ շատ լուրջ կհիմնավորի։ Ինչ ես կարող ասել, ասենք, Ռուսաստանի մասին, Ավստրալիայի եւ այլն տեսակ։ Բայց շատ հետաքրքիր մարդիկ էին այդ տեսանյութում, չէ՞։ Ես նման եմ այն մարդու, շատ լավ մարդեր։ Զգացում մարդ ասենք, ես շատ պրագմատիկորեն եմ մոտենում կյանքին։ Եվ այսպես ես շտապում եմ արդեն ներկայացնել մեր հյուրին, որը տաղավարում է եւ որի հետ վարելու ենք արդեն գիտական մակարդակի վրա, հա, աշխարհի վերջի մասին զրույցը։ Եվ այսպես սրբազնագետ Ռաֆայել Բարոյանի հետ ենք մենք զրուցելու։ Բարի առավոտ։ Շատ ես դեմ չեմ։ Դու դեմ չեք բարի առավոտին, ես էլ դեմ չեմ իհարկե եւ ինձ ուղղակի հետարքիր է հեռուստադիտողին նույնպես սրբազնագետ ինչ ասել է։ Շատ եմ ուզում որ արագ եւ կարճ խոսեմ, բայց հասկանալի խոսեմ։ Չի ասի որ շատ եմ ուզում որ մի 5 վայրկյան պաուզա տվեցիք։ Լավ արեցի իմ քեփը չի ինչ ուզեմ կանեմ, բայց կանչելեք, վերջ, ոչ եք կարող ասեք գնաց տեղից։ Հա, չէ, բան չեն կարող ասել։ Դե հիմա շարունակեմ։ Սրբազնագետ բառը ես թարգմանել եմ լատիներեն կամ ռուսերենում գործածվող օկուլտիզմ բառը հայոց լեզվով։ Ինչու համար սրբազնագետ, որովհետև գոյություն ունի շատ վաղուց գիտնականներին հայտնի հնագիտությամբ, հների պատմությամբ զբաղվողներին Հերմես Եռամեծ կոչվածի զմրուխտյա իզումրուդնայա սկրիժալ։ Սկրիժալ բառը ես երկար մտածեցի, թե հայոց լեզվով ինչպես կարող է հնչել, որպեսի տա եւ տեքստի իմաստը, եւ ինքը իր մեջ նույնպես իմաստ կրի։ Եվ սրբազնագիտություն բառը ոնց որ արարիչը դրեց գլխից մեջ, որովհետև դա սուրբ գիտություն է։ Սուրբ նշանակում է մաքուր, սուրբ նշանակում է ճշմարիտ, սուրբ նշանակում է կեղծել չի կարելի, հնարավոր չի։ Այդ տեսակետից սրբազնագետ։ Այսինքն դուք օկուլտիստ եք։ Համարենք, որ օկուլտիստ եմ, բայց խնդիրն այն է, որ ներկա պահին
օկուլտիզմը բավականաչափ մեծ դոզաներով վարկաբեկվում է։ Նեգատիվ բան։ Որ ինչ-որ մեկին ասում են օկուլտիստ, արդեն հարցը գալիս է դրան, հա, նա ուրեմն մոգությամբ է զբաղվում, նա ուրեմն թուղթուգիր, չգիտեմ, քանդել, սարքել, զանազան հիմարություններ։ Ոչինչ չես կարող անել։ Իսկ սրբազնագիտություն բառը հայոց լեզվով քեզ ուղղակի թույլ չի տալիս, որ դու զանազան ջունգլիներ մտնես։ Կապ ունես սրբազնագետի հետ, եթե դու տեսնում ես, որ նա իր սրբազնագիտական մակարդակից իջել է մինչև այն կեղծելու մակարդակը, ապա դու դա հստակ տեսնում ես։ Դուք հավատում եք այսօր սպասվելիք աշխարհի վերջին։ Ես չեմ հավատում ոչ մի բանի, եւ ես հավատում եմ ամեն ինչի։ Դա կախված է իրավիճակից, որի մեջ տվյալ պահին գտնվում եմ ես կամ գտնվում է ձեզնից յուրաքանչյուրը։ Չէ՞ որ իրավիճակն է ձեզ պարտադրում հավատալ կամ չհավատալ։ Հիմա դες իրավիճակը ինչ էր պարտադրել։ Իրավիճակը ինձ ոչինչ չէր պարտադրել։ Ես հիանալի գիտեմ, որ ներկա աշխարհը հիմնված է, այսպես ասած, առևտրի միջոցով շահույթ ձեռք բերելու վրա։ Մի 20 տարի առաջ մենք նույնպես անցանք տնտեսություն վարելու այդ համակարգին, որտեղ ձեզ կարող են խաբել մեծագույն հաճույքով եւ սարսափելի երջանիկ զգալ, եւ մի խաբվեք։ Այսինքն դուք ինչպես նաև ես հոգու խորքում, ասենք համոզված եք, որ այս ամբողջ հիստերիան ստեղծել են բիզնեսմենները, մարդիկ, ովքեր ուզում են վաճառան իրենց ապրանքը։ Այո, եւ վաճառել են։ Ինչ կլինի, եթե հետաքրքրվեք, դուք կտեսնեք Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում եւ այսպես ասած քաղաքակիրթ երկրներում մինչեւ ինչպիսի դեբիլիզմի է հասցված մարդկանց գիտակցությունը, որոնց կարելի է խաբել նույնիսկ աշխարհի վերջ գաղափարը բեյինները մտցնելով, ես ինչպես ասում եմ, մայաներն են դա ասել եւ արդյոք մայաները խնդիր ունեն։ Շատ լավ, դառնանք մայաներին։ Այո, մայաները նման բան չեն ասել, նման բան գոյություն չունի։ Բերեք սկսենք սրանից, որ եթե խոսքը վերաբերում է մայաներին, ապա մայաները ունեն 3 օրացույց, ըստ որում այդ 3 օրացույցներն էլ վարվում են ժամանակի նույն հատվածների համար։ Դրանցից մեկը կոչվում է Հայաբ։ 365 օր պարունակող օրացույց է։ Հայաբ օրացույցի զրոյական թվականը, որտեղից այդ օրացույցը հաշվելով եկել են, եթե ամերիկացի գիտնական Թոմսոնը ճիշտ է, իսկ նա լավագույն մայագետներից մեկն է նաև այսօր, այդ օրացույցը սկսվում է 3113 թվականի օգոստոսի 4-ից։ Ոչ ոք չգիտի, ինչ է տեղի ունեցել 3113 թվականի օգոստոսի 4-ին Քրիստոսից առաջ մայաների տերիտորիայում, որը նրանք համարել են զրոյական թվական եւ սկսել են օրացույց հաշվել։ Ես ավելի պրագմատիկ կմոտենամ արդի։ Եթե մայաները այդքան խելոք էին, չէին վերանայել, թող իրաց մասին մտածեին, ինչի համար են մայաների հետևից։ Չսկսենք։ Во-первых, քիչ է ցեղի ժողովուրդը ներկապահին իրենից ներկայացնում է մայաները եւ այդ քաղաքակրթությունը։ Բայց խնդիրը դա չի։ Իհարկե, այն էլ ինչպես։ Կա այն էլ ինչպես կա, բայց հարցը այդ չի։ Նախ նրանք չեն վերացել, նրանց վերացրել են։ Դե դա արդեն ուրիշ հարց է, մեզ այսօր չի։ Չսկսենք ուրիշ հարց, աշխարհի վրա չի լինում ուրիշ հարց։ Բոլոր խնդիրները մեկը մյուսի հետ կապված են։ Եթե մարդկությունը ուզում է որևէ խնդրում իսկապես ճշմարիտ իմացության հասնի, նա չպիտի այդ խնդիրը վերցնի եւ լոկալացնի մյուս խնդիրներից, դնի առանձին եւ սկսի դիտարկել այս տեխնիկը։ Այսպեսի բան չկա։ Սա, եթե ճշմարիտ ուզում ես իմանաս ինչա, պետք է դիտարկես այս բաժակի, այն բաժակի, սեղանի, այս ծաղիկների, նստած մարդկանց եւ այնտեղ չերևացող, որ էկրանից չեն երևում, այնտեղ գտնվողների։ Խնդիրը միշտ բազմազան ուղղություններ ունի։ Մենք ինչպես կարող ենք հասնել ճշմարտության, եթե այդ բազմազան ուղղություններից ընտրում ենք միայն մեկը եւ մեծ ցույց տենք, տեսեք, այս Բարոյան Ռաֆիկը էս ինչ էր գիտի, նա ոչինչ էլ չգիտի, թող խոսի բոլորի մասին։ Շարունակ խնդրում եմ ավարտեմ, որտեվ դա ես կարևոր եմ համարում։ Մյուս օրացույցը ծիսական օրացույց է։ Ունի 260 օր, ընդամենը տարվա մեջ 260 օր։ Ըստ որում նկատի ունեցեք, որ եւ ցոլկին օրացույցը եւ Հայաբ օրացույցը 20 օր պարունակող ամիսների են բաժանվում։ Ցոլկին օրացույցը 13 ամիսների, Հայաբ օրացույցը 18 ամիսների։ Ոչ ոք չգիտի ինչի 20 օր, բայց մի պատճառ կարելի է բերել։ Մի քիչ առաջ այն ձեր տեսանյութում ինչ որ աղջիկ խոսեց, ապրի, գոնե ինչ որ ձևի կարողացել է մոտենալ։ Խնդիրն այն է, որ մայաների հաշվարկային համակարգը 10 միավորանոց համակարգով չեն հաշվումներ անում, այլ 20։ Այսինքն նրանց մոտ 11-ը կլինի 21։ Հիմա դե զանազան կարծիքներ, մատների եւ ոտների մատների թվերի քանակով բան այդ բոլոր ապուշությունները դնում են կողմ։ Ոչ ոք չգիտի իրականում ինչի մայաների մաթեմատիկան հիմնված է 20 թվի վրա։ Եվ ոչ թե 10-ի վրա։ Ով ինչ ասես կարող է ասել։
Դե հիմա շարունակությունը, ինչ տարբերությունն ասենք ցոլկի նորացույցը 0-ական թվականը սկսվում է 5.041.738 թվականին Քրիստոսից առաջ։ Իսկ հայա բորացույցը, ինչպես արդեն ասեցի, 3113 թվականի օգոստոսի 24-ին, օգոստոսի 4-ին, ներողություն։ Ոչ ոք չգիտի, ոչ ես 0-ական թվականը, բայց եզրակացություններ արվում են։ Հիմա շարունակությունը երկու օրացույցները, ըստ որում մյուս օրացույցը 584 օր ունի, սանակ 3 միասին գալիս ավարտվում են, այսինքն մինչև հաշվել են 2012 թվականի դեկտեմբերի 21-ը, որից հետո գրված է հետևյալ նախադասությունը. Եթե դուք ուզում եք, կարող եք շարունակել այս օրացույցները, որտեղ մենք չգիտենք, թե սրանից հետո աշխարհի զարգացումը ինչպես կգնա։ Լավ, ըստ ձեզ, ինչպես կգնա աշխարհի զարգացումը, որովհետև այդ թվերը մեզ առանձնապես բան չեն տալի, մանավանդ առավոտ շուտ, ոչ էլ այդ օրացույցները։ Այ դուք որպես սրբազնագետ, ճիշտ ասած, չէ՞։ Ասենք ինչպես է կարծում, ինչպես է գնա աշխարհի մեր զարգացումը, շարունակությունը։ Դուք որ ասում եք աշխարհին ինչ նկատի ունեք։ Մի քիչ կոնկրետացնենք, ամբողջ աշխարհը, մարդկությունը, երկիր մոլորակը։ Եկեք այսպես ասենք։ Դուք ինքներդ ասացիք, որ չի կարելի լոկալիզացնել ինչ-որ մի ժողովուրդ կամ մի աշխարհ։ Երկիր մոլորակից, որտեղ մենք ենք բնակվում, մեզ է դա հետաքրքիր։ Դրա համար ձեզնից ելնելով ասեմ ամբողջ աշխարհ։ Ես ինչ կլինի, ինչ որ հիմա կխոսեմ, շատ եմ խնդրում չհամարեք, որ ես հայաֆոբիա կամ հայաֆիլությամբ տառապում եմ։ Ես ոչ սա եմ, ոչ էլ նա եմ։ Ես լրջորեն գիտության մեջ ճշմարտության հասնելու կողմնակից եմ եւ ամբողջ կյանքս ձգտել եմ։ Հիմա շարունակությունը այս ընդհանուրից հետո ինձ բնավ հետաքրքիր չի, թե մնացած աշխարհն ու երկրագունդը ուր կգնա, բայց ինձ խիստ հետաքրքիր է իմ ժողովուրդը ուր կգնա, որտեվ ես հայ եմ։ Դուք ես ինձ հպարտ եմ զգում, որ ես հայ եմ։ Լոկալիզացնում եք հայերին։ Այո, ես ուզում եմ լոկալիզացնել, որտեվ այս աշխարհը երկրագնդի վրա, ինչպես Թեյնիկը չէի ուզում լոկալիզացնել, իսկ հայերին լոկալիզացնում եք, ինչու՞։ Թեյնիկը չէի ուզում լոկալիզացնել, որովհետև Մայանների օրացույցի վրա զանազան շահադիտական գաղափարներ ժողովուրդներին ներմուծելը եւ իրանց առևտուրն անելը մի բան է, իսկ հայության մասին խոսելը որպես համակարգ, որպես արմատ, որի հիմքի վրա առաջացավ հնդիեվրոպական կոչվող քաղաքակրթությունը, որ ես զվարճալի բան չեմ ասում։ Այսօրվա ֆրանսիացիներ, անգլիացիներ, գերմանացիներ ցակումնաբանորեն հայեր են։ Ես կարող եմ ձեզ ցույց տալ տեղեկանք, որտեղ թանգարանում դրված լատինախոս 7-րդ դարի գիրք, որտեղ գրված է, որ մենք բրիտներս եկել ենք Հայաստանից եւ բնակվել ենք այս երկրում։ Բրիտները, այսինքն հայերի մասին խոսելուց պատկերացնում ենք բոլորին, քանի որ մենք չենք գրել, իրանք են գրել։ Լավ։ Հիմա ինչի համար հայերը։ Մենք ինչ ընտրենք, այն էլ կունենանք։ Մենք ինչպես ուզենք, այդպես էլ կլինի։ Ինչ կլինի։ Կան հարցեր, որ ոչ ոք չի ուզում իրան տա։ Այն ժողովուրդները, ում հետ մենք ճանապարհ ենք ընկել որպես հայ ժողովուրդ։ Այսօր 21-րդ դարի սկիզբ ոչ մեկը գոյություն չունի։ Հայերը գոյություն ունեն, ինչի համար գոյություն ունեն, չէ որ պիտի գոյություն չունենան։ Ինչով ենք մենք հрьяաները գոյություն ունեն։ Վայ, Յոժիկ ջան, հрьяաները մեզնից հետո որպես ժողովուրդ հայտնվել են մոտավորապես 9-րդ դար, 10-րդ դար, եթե Աբրահամի պատմությունը նկատի ունենանք, ուր քաղաքից իր թառահոր հետ վեկալավ ջահանդվեց գնաց Խառան քաղաքը։ Եթե այդտեղից սկսենք։ Բայց խնդիրը էդի չի։ Հայությունը որպես համակարգ գոյություն ունի 3-րդ հազարամյակից։ Եթե շումերները ունեն սեպագիր սալիկ, որի վրա գրված է, որ պատասխան, որ վայել չէ, որպեսի հայրը որդուն հարկ վճարի, իսկ ասենք այդպիսի պատասխան տալիս է հայոց Արարատ քաղաքի թագավոր Էնսուշ Խեժդանն, ուր քաղաքի կառավարիչ են մերկարին շումերական, եւ այն մերկարը չի վիճարկում, որ այո դու հայրն ես, ամոթավոր ես հարկ ուզեմ եւ գնում փողով առնում բերում։ Եթե շումերները ընդունում են, որ մենք իրանց հայրն ենք եղել, մենք ինչի չենք ուզում ընդունենք։ Ասենք ընդունեցինք, վերջ, հայերը վերջ ինչ պիտի լինի մեզ հետ, օքեյ։ Մեզ հետ ոչինչ չի կարա լինի, որտեվ մենք ենք սկիզբը եւ մենք ենք վերջը այս երկրի վրա։ Լավ, ըստ ձեզ մարդկությունը անդադար կարծես սպասի աշխարհի վերջին եւ անդադար խոսա այդ թեմային։ Ով ինչ սպասում է, այն էլ կունենա մեռնեմ քեզ։ Այսինքն որ շատ ենք սպասում, իրոք կլինի։ Դա ձեզ չի վերաբերվում։ Դե ինձ անձամբ ոչ, քանի որ հայերին դա չի վերաբերվում։ Հայերը պետք է ապրեն հավերժորեն։ Իսկ այն մնացածները սպասում են կործանում։ Դες համար միևնույն է մնացած ազգերը, հա, ինչ կլինի։ Կարևորը հայերը մենք նորից ազգեր կստեղծենք։ Ինչ բարդույթ է։ Ձեզ ինչի է տարբեր հազար ներողություն, առանց ծիծաղելու։ Մարտունեցին այսօր եթե Քյավառցու վրա անեկդոտներ ասարկում, նա էլ նրա վրա է ասարկում,
կամ ինչ որ սևանցին, ինչ որ քորախտեցի, ցես թվում է այդ բոլորը զուտ հայկական ինչ որ միջադեպեր են մի տարածքի բնակչի մյուսի դեմ, ոչ, դրանք բոլորը ապագայում շատ մեծ ազգերի հիմքեր են։ Ես չգիտեմ, ասենք դրանից ինչ ազգեր կառաջանան։ Ով կարա գիտենա։ Իրապարանցիկներից ինչ է առաջանալու։ Ես չգիտեմ, բայց ձեր մտքով եթե դատենք անեկդոտներով, ապա ես թույլ եմ տալիս ձեր երևակայությանը հզորագույնս աշխատել, բայց ես կարամ բերեմ մի օրինակ։ Կիմերների ժողովուրդը կիմերներ եվրոպական, այսպես ասած, մշակութային համակարգում միակ ժողովուրդն է, որ էպոս ունի։ Որտեղից են ծագել կիմերները։ Ոչ մեկը չգիտի։ Իսկ ինչի չգիտի, որտեղ չեն ուզում գիտենան։ Ով։ Բոլոր եվրոպացիները, որոնք մեզ համարում են երրորդ կարգի ժողովուրդ, նույնիսկ չորրորդ կարգի։ Պարոն Բորյան, ինձ թվում է մենք ինքներս ենք մեզ երրորդ կարգի։ Ոչ, մենք ինքներս չէ։ Հիմա շարունակությունը որտեղից են նրանք։ Նրանք գյումրեցիներն են, որովհետև կիմերների մայրաքաղաքը կոչվել է Կումայրի, որը հիմա կոչվում է Գյումրի։ Թող չկոչվի Գյումրի, թող կոչվի Կումայրի։ 7 բլուրների վրա այն կարգի Բենյամին գյուղի մոտակայքում այն կարգի հզոր պաշտպանական ամրոցներ կան, միայն մեկն են պեղել եւ հանել, ինչի մյուսները չեն հանում, որ հանկարծ չերևա թե ինչ հզորագույն հայկական քաղաքակրթություն ա եղել, այդտեղ ըստ որում թվագրությունը գնում է մոտավորապես 3-րդ հազարամյակ Քրիստոսից առաջ, ինչի քանդեն, չքանդեն, թող մենք լինենք, չգիտեմ ով, մենք չենք կարող լինել ով, որովհետեւ մեր Աստվածը, որին մենք ասել ենք Էր, ինքը Իրան մեր հայկական լեռնաշխարհի ժայռերով քանդակել է իր պատկերը մեզ համար։ Հեսա այդ պատկերը։ Ահա, սա պատկերն է։ Սա մեր Աստծո Էր Աստված, այո։ Այո, Էր Աստված։ Ես մի քիչ հետո կասեմ ինչի Էր Աստված։ Ես չեմ, բայց մի հատ կբացատրեք որտեղ են աչքերը, ինչպես տարբեր են։ Հեսա մի աչքը, որը փակ է, մյուս աչքը, որը կիսափակ է։ Ահա, շատ լավ։ Քիթը բերանը։ Ահա, սա բերանը։ Հստակ երևում է։ Դուք զգում եք, որ մարդը կողքի վրա պարկած է, ոտքերը կգնան դեպի Հնդկաստան, իսկ դեմքը հեսա։ Սև աչքը էսպես փակած, հա, էս ասը։ Սա Կասպից ծովն է, էս մյուս կողմում Վանա լիճը եւ Սևան լիճը։ Այս հատվածում ինչ։ Ապրես, Իրանը, այո։ Մոտավորապես կարելի է ենթադրել այդ հատվածում ինչը։ Դուք մի նկարը արված է 20 տարի, 25 տարի առաջ 40,000 կիլոմետր բարձրությունից ամերիկյան Արբանյակից։ Ես ասեմ, 11 ժամը 11:11 Մարսի վրա էլ կան այդպես պատկերներ, որոնք որ մարդու դիմակ են հիշեցնում բան եւ այլն, բայց չեն հիշեցնում, կան լուրջ վերաբերվել։ Այո, կարելի է եւ անհրաժեշտ է։ Նայեց Արայի լեռան վրա, ասես վայ Արան ապարկած, քիթը բան, սաղավարտը չէ, նելի նման է շատ։ Իսկ դες ինչի է թվում, ասենք, որ դա ֆանտաստիկա է, որ դա հնարավոր չի։ Միայն այն պատճառով, որ ինչ որ մի բարոյան Ռաֆիկի վիճակի չի դա անելու, միայն ուրեմն ոչ մեկը դա չի կարող անել։ Ես ձեզ հեռու չեմ գնում։ Մասիսարը արհեստական ծագում ունի թե բնական։ Եթե ունի բնական ծագում, այդ հազարավոր տոննաներով սառույցի ջուրը հալվելուց հետո ուրա գնում այդ ջուրը, եթե գոնե մի փոքրիկ առու Մասիսարից չի իջնում եւ արաքս գետը չի լցվում։ Դերևի ներծծվում է։ Ապրես, իսկ եթե ներծծվում է, ուրեմն դրանք ժայռեր չեն։ Իսկ եթե ժայռեր չեն, ուրեմն խիճը, ավազա եւ հողա։ Դա ասենք հետո։ Հետո ոչինչ։ Ինչպիսի ճարտարապետ ու քանդակագործ պիտի լինի, որ կարողանա Մասիսար սարքի ստեղ, որը միայն այս կողմից է Մասիսար, այն կողմից սովորական բլուր է։ Երեխան էլ իր մորձերը բռնած ոտով կիչնիցած։ Միթե պարզ չի, որ մենակ այդ պատճառով այդպիսի նավ եթե կար, մենակ այդ սարի վրայից կարար ցածիչներ։ Ապրող ժողովուրդը։ Նոյը եղել է եւ տապանը կա։ Ես նայեք ինքներդ, ես ինձանից բան չեմ հնարում։ Չէ, ինձ թվում է ուղղակի դուք այսպես երևակայությունը ձեր բավականին այսպես ուժեղ է դրա համար։ Եթե իմ երևակայությունն ուժեղ է, պարոն Դանելյան, ինձ ցույց տվեք մի հատ առու, որ Մասիսարից հեսա գարունը կգա, ջրերը կհոսեն եւ այդ գոնե այդ մի փոքրիկ առուն արաքս գետը կլցվի։ Դե լավ, չի լցվում, ներծծվում է ներս, ասենք, դա համարում է, որ ասենք, ուրեմն բերե տենց սարքել են, Աստված է սարքել այդ, ասենք։ Դա այդպես կամ գուցե Գոլորշյանում է։ Այդքան Դե չի գոլոշերն է դա անհնար է։ Դա լրջորեն արդեն ավելի ֆանտաստիկ է։ Ըստ Էյնշտեյնի հաշվարկների աշխարհի հաջորդ վերջը սպասվում է 2060 թվականին։ Ինչ կասեք այս մասին։ Փառք Աստծո, ես Էյնշտեյնը նման բան է հաշվել։ Այդպես են ասում։ Ով է ասել։
Գիտեք, ես չեմ գրել, բայց համակարգչում գոյություն ունի համացանց, որից մենք այդ նյութը վերցրել ենք, որպեսզի ձեզ այսօր հարցնենք։ Համացանցի լավ չի Պրոստը դա ցանկացած մարդուն շատ արագ դեբիլացնելու ամենալավ միջոցն է։ Որովհետև ստիպված եք քննարկել երկու խնդիր։ Ինչ է նշանակում ինֆորմացիա եւ ինչ է նշանակում գիտելիք։ Շատ-շատերին թվում է, որ ինֆորմացիան եւ գիտելիքը նույն բանն են։ Ոչ, գիտելիքը դա ինֆորմացիայի մարսելուց հետո մնացած նստվածքն է։ Ինչ գիտելիքներ դուք ունեք այս ինֆորմացիայի վերաբերյալ։ Էյնշտեյնը նման ապուշություն երբեք չէր անի։ Նա բավական լուրջ գիտնական ա եղել, ես նույնիսկ անհարմար եմ զգում, որ այդ մասին հիմա պետքա խոսամ եւ փորձեմ պաշտպանել մի մարդու, որը հեչ պաշտպանվելու կարիք չունի, որտեւ նա ազնվորեն է ապրել իր կյանքը։ Բայց ես այդ չեմ։ Եթե կարծում եք, թող լինի, ինչ է, ես բարդույթ չունեմ։ Չէ, ինձ հետաքրքիր էր ուղղակի, քանի որ մենք բոլորս հայ ենք։ Ձեր բոլորի հայելնելը, ես խնդրում եմ, ինչ կլինի, հաշվի առեք մի բան։ Հայելնելը ամեն մարդու խելքի բան չի, եւ հայերեն խոսալը բնավ բավարար չի, որ այդ մարդը հայ կոչվի, որովհետեւ հայը գիտակցության որոշակի մակարդակ է մարդկանց հետ իր հարաբերություններում, եւ այն մարդը, որ այդ հարաբերություններում իր եսը գերադասում է կողքիններից, նա չի կարող հայ կոչվել, դա հնարավոր չի։ Եթե մենք այսօր գոյություն ունենք մի պատճառով, մեզ համար մեր կողքի մարդը միշտ ավելի մեծ արժեք է ներկայացրել, քան թե մենք ինքներս։ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում։ Այո։ Դե երևի թե դրամատիկ եւ երբեք չենք գերադասել, հետո էլ չենք գերադասելու, բայց ես դա չեմ ուզում ասել։ Ինֆորմացիան ընդհանրապես իմացությունն է ինչ որ բանի մասին։ Ընդհանրապես։ Ինֆորմացիա ունեն մարդկանց ստվար մեծամասնությունը։ Նրանք դա կարող են կիրառել, ոչ, որտեվ վստահելու եւ չվստահելու խնդիր կա։ Իսկ ինչա գիտելիքը։ Գիտելիքը այդ նույն ինֆորմացիան է, որը դու քո կյանքում գործադրել ես, անձնական փորձով տեսել ես արդյունքը ինչպիսին է, եւ դու դա ընդունում ես որպես գիտելիք ու կարող ես կիրառել քո կյանքում ցանկացած պահի դրանից հետո երբ ուզես։ Դե պարոն Բարոյան։ Հետևաբար գիտելիք լինում է միայն մարդու կյանքի անձնական փորձը։ Ինստիտուտում սովորել, դպրոցում ոչինչ չի տալիս, բացարձակ։ Ես լրիվ ձեզ հետ համաձայն եմ, բայց ճիշտ ասած մի քիչ երկար խոսակցություն է, բայց ուղղակի այսպես ամփոփելով ասեմ, որ ձեր տված ինֆորմացիան Արարատ լեռան մասին, Աստված, ինչպես Աստծո մասին բան, դա ընդունենք որպես ինֆորմացիա, որովհետև համենայն դեպս դուք չկարողացաք։ Ես դեռ ունեմ 2 րոպե գոնե։ 2 րոպե, հա։ 2 րոպե, այո։ 2 րոպե ունեք։ Хорошо։ Մենք որ մեռնում ենք, ուր ենք գնում։ Մենք գնում ենք երկինք, չէ՞։ Երի կյանքի մեջ։ Ասենք հետո։ Մենք ապրում ենք որտեղ։ Երկրում։ Մենք հիմա որ քաղաքում ենք ապրում։ Երևան։ Երևանի էր արա։ Ապրես։ Երևանի հնարավոր է, բայց մենք երբ որ ամուսնանում ենք, ինչ ենք ունենում։ Երեխա։ Այդ երը մեր կողքին հազարամյակներ շարունակ անընդհատ հետներս գալիս է։ Իդեպ ինքը մեզ ստիպեց, որ հարևան ժողովուրդներին, երբ որ մեր Աստծո անուն հարցնելուն են, մենք ար ասենք եւ ոչ թե էր։ Այդ հենց այնց է, որ միայն թուրքը գիտի մեր իսկական անունը, բոլոր ժողովուրդներից։ Մենակ նա է մեզ ասում Էրմենի, եւ մեր երկիրը Էրմենիստան, Աստծո մարդ եւ Աստծո մարդկանց երկիր։ Նա չի եկել մեզ նվաճելու, նա եկել է մեր քոքը կտրելու։ Բայց առակը կտրի։ Այ այս նոտայի վրա ես ուզում եմ մենք ավարտենք, շատ հետաքրքիր զրույց է։ Շնորհակալություն պարոն Բարոյանին, որ այսօր մեր հյուրն էր եւ կարծում եմ բոլորս շատ հետաքրքիր բաներ իմացանք, ինֆորմացիա քաղեցինք։ Ես պարոն Բարոյանին ճանաչում եմ մոտարապես 20-ից 25 տարի եւ իր շրջապատում անցկացնելը միշտ շատ հետաքրքիր է եւ այսպես ասած հույս ունեմ որ չես ափսոսում որ ճանաչել ես ներեցեք բայց մենք այս պահին պարտավոր ենք գնալ գովազդի այո արցանք դեպի գովազդ Մենք եթերում ենք եւ ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին միացան մեզ։ Նշեմ, որ այսօր խոսում ենք անդադար աշխարհի վերջից, ունեցանք շատ հետաքրքիր հյուր, բայց այդ ամենը դեռ շարունակվում է եւ ես պարտավոր եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին եւ այսպես բարձրակարգ մսից պատրաստված մեր համեղ հովանավորն է Royal Food-ը, Royal Food բարձր որակ անկրկնելի համ, ամանորի սեղանի հիանալի խորտիկ։ Մեր մյուս համեղ թարմ եւ օգտակար հովանավորն է Անի թթվասերի, ամանորի աղցանների եւ թխվածքների ամենակարևոր մանրուքը, անփոխարինելի
էլի մթերք մեր սննդում։ Մեր ուրախ հովանավորն է մանկան մոլորակ սրճարանը, որտեղ ձեր փոքրիկի Հոբելյանը կդառնա կրկնակի գունեղ ու հեքիաթային։ Մանկան մոլորակ, եթե փնտրում եք որակ, ապա այցելեք մանկան մոլորակ։ Իսկ եթե ձեզ անհանգստացնում են հագուստի անցանկալի կեղտաբծերը, ապա օգտագործեք Bimax 100 հետք։ Bimax 100 հետք անհոգ եղեք ձեր հագուստի անթերի տեսքի համար։ Ամանորի տոներին ընթരാճ ինչ է հնարավոր եւ հարկավոր բոլորիս իհարկե գումար եւ շատ գումար, իսկ գումար վաստակել կարող ենք սովորել Forex ակումբում Forex Club, աշխատեք մեզ հետ եւ եղեք հաջողակ։ Սերգեյ, շունչես։ Վերջավ ես դա արեցի։ Ավարտեց տեքստային գովազդը։ Դրա համար են գիտեք միշտ տեքստային գովազդներ կարդում կանայք։ Նրանք են կարող առանց շունչ քաշելու խոսել մոտարապես մի 40-ից 50 վայրկյան։ Ապրեց Անայի ջան։ Իսկ հիմա գիտես ինչ է հաջորդելու մի հրաշալի եւ ֆանտաստիկ երաժշտական համար, որից պարզ կդառնա թե ովքեր են այսօր մեր հյուրերը, հետաքրքիր է լինելու չփոխեք ալիքը։ Արդեն պարզ դարձավ թե ովքեր են այսօր մեր հյուրերը լինելու, մեր տաղավարում են Կոհար համույթի պրոդյուսեր Սև Աքսերոփյանը, բարի առավոտ, եւ մեներկչուհիներ Լիանա Թևոսյանը եւ Էլիա Թաշչյանը։ Բարի լույս։ Ծաղկակաղ են կարել դες համար, գեղեցկուհիներ են բերել, եթե այս աշխարհի վերջի օրով։ Աշխարհի վերջի օրով, այո, այսքան գեղեցկուհի եւ ես ու Խեք Սևակը մեր տերերն ասած չգիտենք ինչ պետք է ենք։ Ինչպես եք ձեզ զգում տրամադրությունը բարձր է։ Լավ կլինի, ինչ է եղել։ Տրամադրությունը բարձր է, մանավանդ որ հիմա դոնական առիթներով ես Հայաստան եմ։ Հաճելի է ընդհանուր երևույթը, ամենտեղ լույսավոր, գեղեցիկ, ժողովուրդը դրամատրված, ճանապարհներ ամբողջ խջողում, հաճելի է։ Լավ, սկսենք սկզբից, երբ է հիմնադրվել համույթը եւ որոնք էին պատճառները հիմնադրման։ Պատճառները Լիբանանահայ Հարութ Խաչատուրյանը հայ երկը երաժշտությունը եւ մշակույթը սիրող եւ սադարող անձը լալով այն գաղափար հղացավ, որ Գյումրիի մեջ 1997-ին հիմնվի այս ասենք Կոհար խումբը, անշուշտ հերթականությամբ եղավ, սկիզբը միայն ճուտակներ էին, հետո իրենց միացավ պայդապողային խումբը, հետո միացավ երջախումբը, հետո պողայինները եւ այդպեսով գազմվեցավ մոտավորապես անժամանակ 115 հոգի էինք։ Իմիջիալից կուզեմ հիշեցնել, որ այսօրվա դրությամբ 170 հոգի է խումբը, որոնք բոլորը միասին, ասի 170 հոգի մեկնեցան դեպի Հարավային Ամերիկա, համերգներ ունենալով Արժանտին, սկիզբը ուրեմն Ուրուգվեյ Ուրուգվեյի մեջ ուրեմն Մոնտեվիդեո քաղաքը,
անգևերջ Արժանտինի մեջ ունեցանք Բոնես Այրես, հետո Կորդոբա, ուր հայություն եւս կա, շատ մեծ թիվով։ Ընդանուր Արժանտինի մեջ ասեմ, որ մոտավորապես 80-100,000 հայություն կա։ Արժանտինեն վերջ մեկնեցանք դեպի Բրազիլ, Սան Պաուլո քաղաքը, որ եւս հայությունը շատ են։ Եվ ճիշտ այդ գաղափարի համար է, որ մենք նպատակահարմար տեսանք այս 3 երկիրները, 4 քաղաքները 9 համերգներով համերգ, այսինքն համերգի երթալ եւ համերգ դալ հայության համար մեր սպիրկահայ Լավ, ձեր հանդիսատեսը միայն հայությունն է, թե տարբեր ազգերի այլ ազգիներ կան։ Ազատ է մուտքը, որովհետեւ ազատ է մուտքը, բայց մեր ամբողջ գաղափարը եւ նպատակը եւ աշխատանքը կդանենք մեր հայ սպիրկահայ հայորդիներուն համար։ Լավ, Զևակ, հարցս ուղեմ մեր ներկայացուհիներին, Էլիա, Լիաննա, հետաքրքիր է, որ թվականից եք դուք ընդգրկվել համույթում եւ ինչպես եք ձեզ զգում, ինչպես է եղել, որ ձեզ են ընտրել որպես ներկայացուհիներ։ Ես սկսեմ, հա, սիրով։ Ուրեմն ասեմ նախ, որ մինչ Գոհար համույթին միանալը կար Երևանյան խումբ, որը կոչվում էր Գոհարափայլ։ Մենք սկսեցինք Գոհարափայլից 2003 թվականին, այնուհետև խումբը սկզբից կոչվում էր Գոհար տրիո, բայց քանի որ 3 անդամները հետո ավելացան երգչուհիներ, ավելացան նոր նվագողներ, հա, տարբեր գործիքներ, խումբը դարձավ Գոհարափայլ։ Եվ ելույթներ ունեցանք շատ գեղեցիկ խումբեր միջալոց, հայկական էլի գեղեցիկ երգեր էինք կատարում եւ այդտեղ լինելով առաջիններից, հա, մեզ ընդգրկեցին, հրավիրեցին, այսպես ասած, Գոհար համույթը, որը իսկապես ինձ համար մեծ պատասխանատվություն է, որտեղ 18 տարեկան եմ ես ընդամենը այդ ժամանակ եւ կանգնել մեծ նվագախմբի հետ, մինչ այդ ես երգում էի Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում եւ միանգամից մեծ երգիչներ երգչախմբում, այո, եւ Դրանպես փոքրիկ երգիչների ճակատագիրը ես զգացել եմ։ Հետո միանգամից մեծ է։ Իսկ Լիանա ջան, դու ինչ կասես։ Ես Էլիայի հետ զուգահեռ երգում էի եւ Գոհարափայլում եւ Գոհարում Եվ ճիշտ ասած մեծ պատասխանատվություն է, որովհետև 17-18 տարեկան աղջնակը մի քիչ դժվարությամբ է ընկալում այն երգերը, որոնք որ մենք մատուցում ենք, որովհետև ավելի խորը եւ դասական, ճիշտ այսօրվա մնայուն երգերն են եւ երբ որ կարողանում ես ներկայացնել, ուրեմն ինչ որ չափով, այսինքն կայացած ես համարում քեզ եւ քո երգեցողությունը։ Ես գիտեմ նաեւ որ դու ռեժիսուրան ես ավարտել թատրոնի եւ կինոյի pedagogical ինստիտուտի։ Այ հետաքրքիր ինչպես ես համատեղել։ Նաեւ ունես անհատական գործունեություն, տեսահոլովակներ եւ խումբը բարդ չէ, թե արդեն վերջնական ընտրել ես, չէ, ինձ հետաքրքիր է։ Հա, դու դժվար չես Ուրուգվայ, Բրազիլ։ Բոլոր ռեժիսորները եթե ուզում են դες պատասխանել Լիանա։ Թե դու ես ասա քեզ տամ։ Չէ, իրականում շատ բան եմ կարողանում հասցնել եւ պարտանում եմ, բայց ինչ վերաբերվում է Գոհարին, ինձ համար առանցնային այսինքն առաջնային է դա եւ այո, եւ որտեղ որ լինեմ եւ ինչով որ զբաղվելիս լինեմ, հաստատ Գոհարի հյուրախաղերը եւ Գոհարի համերգները եւ առհասարակ ինչ վերաբերվում է այս Գոհար ասվածին եւ Գոհար ընտանիքին, ինձ համար դա մեծ տեղ է, որովհետեւ կյանքի դպրոց ենք անցել, երաշտական դպրոց ենք անցել եւ քչերին է դա հաջողվում։ Լավ, իսկ խոհանոցում հասցնում եք։ Այո, իհարկե։ Ինչ եք սիրում պատրաստել։ Ամեն ինչ, անկեղծ ամեն ինչ, որովհետև ամուսնացած եմ եւ պատրաստում եմ գրեթե ամեն ինչ։ Եթե ամուսնացած չլեք, ամեն ինչ եք։ Չէ, դե ամուսնացած եմ, պարտավոր եմ գոնե եթե ես չեմ ուտում, ամուսնուս գոնե կերակրեմ։ Լավ, հանք երաժշտությանը, ինչպիսի երաժշտություն եք ներկայացնում։ Միայն հայկական, ժողովրդական, թե կան ինչ-որ միքսեր, հետաքրքիր այլ ազգերի երաժշտություններ։ Գոհարի բարակային հիմնովին բոլոր ժամանակներու հայկական սիրված երգերը մենք ուրեմն կպատրաստենք նորացեվությամբ, գեղեցիկ, արտիացած, նոր, ասենք, մեկնաբանությամբ կրնամ ասել։ Գալով օդար երկերու բարակային ընդհանրապես կխուսափենք, բայց Արժանտինի համար ուզեցինք նորություն մնել եւ ընդգրկեցինք բոլոր երկիրներու մեջ եւ բոլոր համերգներուն դվյալ բահուն որ մեկ քաղաքը որ ենք իրենց ամենասիրված այո տանգոյի կամ սալսայի այդ երաժշտությունները եւ լավ դիմավորեցի շատ լավ ընդունեց գրնամ ասել որ այս մեկը երկրորդ իրադարձությունն էր մեր առաջին փորձառությունը եղավ Լիբանանի մեջ 2002 թվականին ուրեմն հայկնի երգչուհի Ֆեյրուզը որ գա Ռահբանի ընտանիքեն
իր երկերեն, որոնք դարձյալ բոլոր ժամանակներու երկեր են Ֆեյրուզի հետ ասելով վերնակրով ասենք երաշխումը միացուցած էինք, միասին այսինքն գործիքավորած էինք, ճիշտ բարի փնդրեգը կամի ժամե, thank you Լիանա, ուրեմն այո, շուտ ասեիր, այդպես ուրեմն գործիքավորած էինք և մեդլեյմը հրած էինք և շատ հաճող էր գրնամ ասել 2002 թվականին նորեն և Ստիպանի մեջ շատ լավ ընդունվեցավ Լիբան հայության գոմեն և դեղվույն հյուրերու գոմեն, այս անգամ նույն կաղապարը նորեն գրնամ ասել հղիացավ և ձունուն տարավ Հարավային Ամերիկայի մեջ շատ լավ երևույթ մներ գրնամ ասել։ Բայց ընդհանրապես գալով ձեր հարցումին, որ մեր հիմնական աշխատանքը բոլոր ժամանակներու հայկական սիրված երկերն են։ Մենք գիտենք, որ գորը ոչ միայն երկերն են երաշխություն եւ երգում, այլ նաեւ պարային խմբեր են մեծ ընդգրկված։ Այո, բարախումբը սկսավ 5 հոգիով, առաջին անգամ Բեյրութի մեջ 5-ը դարձավ եղավ ուրեմն 8, 11, 12, հիմա 15 հոգի են։ Իսկ հյուրախաղեր կազմակերպել առհասարակ բարդ չէ այդքան մեծ խմբով շրջագայել, թե ընտրվում են ինչ-որ փոքրիկ խմբեր։ Եվ ի վերջո դա կապված է ֆինանսների հետ։ Ասած մեծ ֆինանսների հետ։ Եթե այս հարցումը հարցնեիք հյուրախաղերն առաջ, գտնալալ որ շատ մանրամասն գտնայի բացատրել եւ ասպես դժվարություններ ավելիով ասել։ Հիմա արդեն անցել է։ Հիմա որ ամեն ինչ անցած է ինձ համար անկան տյուրին է խոսիլը Եվ արդայդությունը սպիդելլա շատ հեշ, շատ տյուրին, ինչպես որ հրինք և եչացավ, բայց շատ դժվար գործ է, համատրելը, գրնամ ասել հոսգուզ եմ իշեցնել անբայման, որ 170 հոգի խումբն է, որ Հայաստանեն մեկնեցան տեպի Հարավային Ամերիկա, իրենց գողքին գար մոդավարապես 100 հոգի մոդավարապես խումբ կար արդասահմանեն, լալով իրենք Իտալիայեն, ուրեմն Բելջիկայեն, Լիբանանեն, Գերմանիայեն, դարբեր Գերմանիայի քաղաքներ են, Համբուրգ են, Կոլոն են եւ այլն, որոնք ապահովեցին բարձր որակի ցայնը, վիդեոն, լույսը եւ այլն։ Չնայած դեղվույն production, այսինքն ընկերություններ, որ միասին աշխատեցան եւ համադրեցին։ Կսկայական մեծ գործեր, մեկ խոսքով Արժանտինի մեջ Բոնես Այրես 300 հոգի էր խումբը։ Ճիշտ է, որ Ուրուգվայի նախագահն է անգամ ձեզ հետ մասնակցել եւ անգամ ելույթ է ունեցել, երգել է։ Երկելը չէ, բայց Կիլիգիո Տրոշը իր ցերկը սկիզբը մինչև վերջ համերգին իրան չէին ասել, էդի դրա ռեֆերենսը մեր իր համար։ Նախանցյալ խանդավառ էր ամբողջ դահլիճը, որ ինքը ուղղակի կարող է անգախ իրանից էլ նախանցյալ դարի սկզբին Կոմիտասը մոտարապես 300 հոգեանոց խումբ հանեց Եվրոպա եւ բոլորը զարմացել էին նրա պրոդյուսերական ջիղի վրա, հա, դա ժամանակ կար Վանթաշով։ Իսկ դուք ինչպես եք լուծում այդ հարցը, դուք խոսապեցիք հարցից։ Չէ, հերթականությամբ։ Ուրեմն այս ամբողջ ծախսերը գհոկա մեկ անձնավորություն Լիբանանահայ Հարութ Խաչատուրյան ինչպես սկիզբսի, ինքը ամբողջ խումբի հայրոնն է, ինքն է որ ստեղծեց այս Գոհար գաղափարը ինչպես սկիզբսի եւ հիմա Գոհար մեծ ընտանիքը գործե գոր իր, ասենք, նյութապարոյական օժանդակություն։ Այո, պարոն Խաչատրյան, ձեզ շնորհակալություն եմ հայտնում։ Ես անձամբ եւ նաեւ ինչ ոչ ամբողջ հանդիսատեսը մենք գիտենք, որ Գոհար անվանումը դա կապված է ձեր մայրիկի անվան հետ, եթե ողջ է, ապա երկար տարիներ կյանք, եթե ոչ, ուրեմն Աստված հոգին լուսավորի։ Գուզեմ շարունակել, գներեք ընդդատելու համար Դիգին Գոհարը այսօր ողջ է, Դիգին Գոհարը մեզ հետ միասին ամեն շրջաբույթներում ներկա կգտնվի, ընկերնամ ասել որ խումբին միշտ հոգեպես, այսինքն մեծ ուժ է տալիս, ուժ գուտա, ինքը իր դարիքին միշտ ներկա գտնվելով, իր միշտ ժպիտով, միասին ասենք, իր ժպիտով, այո, խումբը ուրեմն գոչված է Գոհար, ի հարկանք Դիգին Գոհարին եւ ի հիշադակ Արամ Խաչատուրյանին, բարոն Հարութ Խաչատուրյանին ուրեմն հորը։ Եվ կարելի է մի բան հավելեմ, Տիկին Գոհարը եւ իր պարոն Արամ Խաչատուրյանը հենց նրանք են եղել այն մարդիկ, ովքեր սեր են ներշնչել Հարութ Խաչատուրյանին դեպի հայ երգու մշակույթը։ Եվ այդ հենց սերն է նրան խրախուսել, այսպես ասեմ, որպիսի ստեղծվի Գոհար համույթը, որպիսի հնչեն այս գեղեցիկ երգերը, որոնք Գոհար համույթը պահում է եւ միշտ փայլեցնում է։ Այդ հարցը երևի թե ձեզ 1000 անգամ տվել են, ինչու է անգլերեն գրվում Գոհար։ Ասենք երկու բառ ասեք եւ ասենք առաջ։
Երևի արդեն զզվել եք այդ հարցից, հասկանում եմ, բայց պատասխան է։ Մեզ համար էլ է հարց։ Ձեզ համար էլ է հարց։ Հիմա բոլորից համար էս հարցը པարզ կդառնա, լսեք։ Վերջերս հարցազրույցի ժամանակ ասի, որ եթե որ գուզենք մեր, ասենք, հայությունը զորանա, պետք է որ մեր լեզուի հարցը կարգավորվի, միշտ ասած են եւ գսեն, բաժնե որ դիրես, մենք ալ բաժնված ենք լեզվով եւ ուրիշ ասենք հարցերով։ Քանի որ լեզվի համար խոսենք, լեզվի համար ասենք Լեզուն ունենք արևմտահայերեն եւ ունենք արևելահայերեն։ Մենք լալով լիբանանահայ համայնքի ասենք հայորդիներ գրնամ ասել որ որոշ ասենք մեր կովը կոհարը transliteration այսինքն որ գնենք transliteration-ը ոչ թե թարգմանություն, այլ հնչյունաբանությամբ transliteration, ուրեմն թե քիմ դարը մեր ուղղությամբ եւ մեր հնչյունաբանությամբ K դառն է անգլերենով։ Okay. Հասկացա։ Ճիշտ անոր համար է որ KOHAR եւ կոհար։ Իսկ արևմտահայերենի բարակային, արևելահայերենի բարակային բարձ եւ ամեն իսկ գիտենք որ ծեր մոդը K դարը համահավասար է G բառին, որը գլա GOHAR։ Գոհար։ Ահա, հիմա դիտենք եւս մեկ կատարում, համերգից եւ շարունակենք։ Տեսնում եք, սիրելի հերոսադիտող, դիտարկումներից ելնելով ես հասկացա, որ մենք շատ դուալիստ ազգ ենք, այսինքն ունենք երկու տարբեր լեզու, արևմտյան եւ արևելյան, ունենք երկու հայկական պետություն, Ղարաբաղը եւ Հայաստանը, ունենք սրանից ելնելով երկու հատ պրեզիդենտ, երկու հատ վարչապետ, ունենք երկու կաթողիկոս, մեկը ստե, մեկը Կիրիկիո, թեմի առաջնորդը, անգամ Արարատ լեռնա ճեղքված երկու մասի եւ մենք երկու հատ Արարատ լեռ ունենք, բայց կա մի բան, որ մեզ սարսափել էսպես միավորում է դա այս գրողի տարած
տարածք եւ այդքան հարազատ մեր 29000 քառակուսի կիլոմետրն է։ Ես կուզեմ դες հարց տամ, դուք հասցրել եք այստեղ հյուսիսային պողոտայի վրա բնակարան գնել, թե ոչ։ Խուսափել եմ։ Խուսափել եք այստեղ բնակարան գնելուց, այո։ Գիտեք, ճիշտ ասած ափսոս, որովհետև ես համարում եմ, որ մեր հասարակության զարգացման այսպես միակ ելքն է դա Սփյուռքի հայությանը ներգրավել այս հողին դուք մեկ պետության մեջ գրաված ենք մշակութային միայն մշակութային եւ այլ ամեն ձևով անշուշտ արդեն մշակութային ինչ որ ընդանուր ներդրումը որ գլա գերնամ ասել որ 1000-ը ավելի բնակարաններում մասին գխոսենք որ իսկապես ես հիշում եմ այս վերջերս Շանթովել մի ռեպորտաժ գնաց երբ վարչապետը Լոս Անջելեսում էր թե որտեղ Ամերիկայում հիշում եմ եւ մեր երիտասարդները Սփյուռքի բոլորը ասում են չկարծեք թե մենք չենք վերադառնալու մենք բոլորս պիտի գանք եւ բնակվենք այստեղ ես չգիտեմ վարչապետը ինչքան ուրախացավ այդ լուրը լսելով բայց ամենայն դեպս ժպտում էր եւ փառքասում որ ժպտում էր մենք էլ ենք բոլորս իհարկե ասացիք, բնակարաններ չգիտեմ, բայց Գոհարը Գյումրիում է գործում եւ այնտեղ հիմնված է երաժշտական դպրոց։ Կա մի շինություն, որտեղ որ փորձեր է անում Գոհարը եւ կան 200-ից ավել մարդիկ, ովքեր որ աշխատում են այդտեղ, ապրում են դրանով, այսինքն ի սկզբանե երկրաշարժից հետո այս նպատակը որ դրվել է, մարդիկ եկել են, մնացել են եւ հիմնադրել են եւ ընտանիքներ են ստեղծվել, այսինքն հենց խմբի ներսում կան շատ զույգեր։ Սիրելի պաշտոնյաներ, հանկարծ չկարծեք, որ կարող եք լրիվ հայաթափել Հայաստանը, ոչ, մենք շատ ենք, մենք գալու ենք ստեղ դեռ բնակվելու ենք եւ բազմանալու ենք, այդտեղ դուք քաշվեք արդեն։ Կարծում եմ իսկապես Գոհարի պատգամը սեր եւ մշակույթն է եւ հայապահպանումը, այսինքն որպեսզի Սփյուռքում հայերը չմոռանան հայոց լեզուն, հայ երգն ու մշակույթը։ Այ խնդրում եմ այս գեղեցիկ նոտայի առաքինությունը դա է։ Ինչ որ մի կատարում մեզ համար, որպեսզի, չգիտեմ, ինձ համար մենակցությունները ոչ միայն պետք է խոսեն, այլ ամենակարևորը երգն իրենց երգով ցածրեն սերը։ Ձեզ համար ժողովրդական մի փոքրիկ հատված։ Ելնիմ սարը բրդիմ բոլորիք բարը Ելնիմ սարը բրդիմ բոլորիք բարը Սարեր ջան ետ գնացեք տեսնիմ իմ յարը Սարեր ջան ետ գնացեք տեսնիմ իմ յարը բոլորի յարն եկավ ես յարի կարոտ բոլորի յարն եկավ ես յարի կարոտ Սարեր ջան ետ գնացեք տեսնիմ իմ յարը Սարեր ջան ետ գնացեք տեսնիմ իմ յարը Երաժշտությունից մենք անցնում ենք գովազդի եւ սպասում ենք Լիաննայի կատարմանը։ Շարունակում ենք մեր այս զվարթ, ուրախ, աշխույժ, լուսավոր եթերը, լսեցինք Էլիայի հիասքանչ կատարումը, իսկ հիմա կլսենք Լիաննային եւ այդ ուրախ նոտայով կավարտենք այս աշխարհի վերջին։ Ուրախանակ, բա ինչ, այսքան կին է նստած, ես եմ թե լցնում։ Վայ, կներես Սերգեյ ջան, էլ չի կրկնվի, այսօր վերջի օրն է։ Որ մեկը ներեմ։ Այսօր վերջի օրն է, վերջ, տրամադրում ենք Լիաննա ջան։ Փոքրիկ հավելում ձևակասի ու երկեմ կլինի։ Խնդիր չկա, իհարկե, Սևակ ջան։ Օնլայն հեռուստատեսություն։ Այո, ուրեմն գփապակեի կամ գուզեի ավելիով մեր ունգընտերները գիտնան ինչ էինք, ինչպես իջարաճեսի 300 հոգի էինք, ընդհանուր մոտավորապես 130 հոգի, ընդհանուր ասենք տեխնիկի բաժիններ այս անգամ ունեցանք 450, ինչպես որ մայիս 28-ին գուզեմ հոստեղ ներդրում մներ, ասենք կամ հիշողություն մներ, որ մայիս 28-ին անցյալ տարի
առաջին անգամ մլալով Հայաստանի մեջ դեղի ունեցավ 3D mapping-ը, որը մեծ անդադարձ ունեցավ ամբողջ հայության, ինչպես նաև դարածքի, շրջանի եւ այլն։ Բոնաս Այրեսի մեջ 450 մետր քառակուսի ամենավերջին ասենք որակի LED սկրիներ տրվեցավ 80 դարվա սրահի մեջ էինք, Լունա Պարկը գոչվի, 80-րդ դարից այս տարի գտնենք, որ ընդհանուր դնորենությունը մեզ մոդեցավ եւ ասավ, որ ցես շնորհակալություն գայտնենք այս տեսակի երևույթ 80 տարի չի եղել 80 տարվա մեջ է եղած իսկապես ենք ասենք ոչ թե մենք ցեզ համար լավություն բայց ուղղակի եկած ենք ցես շնորհակալություն հայտնելու որովհետեւ այս տեսակի արիթմը ընձայեցիք եւ մենք ունեցանք այս դեսկի կամ այս որակի այս չափանիշով երևույթը աննախընթաց էսին մեզի համար so ունեինք 450 մետր քառակուսի ուրեմն LED էկրաններ, որը վրա ամբողջ հայկական պատմությունը, ներկա Հայաստանի դեսաժան վայրերը, տեսփանը ուրեմն Արժանտինի Վահագն ասա որ ինչ որ ըրիկ բեդուչամը կորձն է, ինչ որ ըրիկ հայ մշակույթը չեր միան որ ըրիկ, այլ туриզմը զարգացուցիկ ասավ այստեղ Արժանտինա հայության համար եւ Հարավային Ամերիկա հայության համար, որը մեզ համար մեր նպատակն է հայ մշակույթը, հայ իրականությունը դարածենք աշխարհը։ Իսկապես շնորհակալ ենք ձեր գործի համար։ Հայ հայաստանցի հանդիսատեսը նույնպես, որովհետև ուղիղ եթերում էր ամսի 28-ի Բուենոս Այրեսի համերգը, ամսի 30-ի համերգը on-line ինտերնետում էր, նորամուծություն Գոհարի պատմության մեջ եւ ես կերքեմ։ Քան 100 անգամ խոսել, այո։ Քանի որ ջանիմ յանքի ղուրբանիմ աբա ինչ անիմ Քանի որ ջանիմ յանքի ղուրբանիմ աբա ինչ անիմ Արտասուկանիմ շատ հոգուցանիմ Յարգադետանիմ Արտասուկանիմ շատ հոգուցանիմ Յարգադետանիմ Շատ շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեզ Ես մի բան հասկացա, որ քանի դեռ այսքան տաղանդավոր մարդիկ կան մեր երկրում եւ մենք հայրս այսքան լավն ենք, ինչ աշխարհի վերջին մասին է խոսքը։ Վերջի ունենալու աշխարհի վերջն ընտրությունների նման մի բան էր, սուտ եւ սուտ։ Այսքանով ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Մնացեք Շանտի հետ յուրաքանչյուր օր 2 ժամ առավոտյան։ Հաջողություն։